ինքը ամբողջությամբ մեր պատվերով է, մեր պայմանների համար նախատեսված։ Սուրբ եղանակի համազգեստ, որը իրենից ներկայացնում է երրորդ շերտի տակ վերնազգեստ, Սուրբ եղանակի վերնազգեստը դաշտային լրակազմի, հուդի անվանմամբ երրորդ շերտ, երկրորդ շերտ տակ անդրավարտիկ, առաջին շերտ տակ անդրավարտիկ և շապիկ համարային։ Տակտիկական կիսաճտկավոր կոշիկներ։ Երեք տեսակի կոշիկներ, կիսաճտկավոր կոշիկներ, ճտկավոր կոշիկներ ձնարային։ Եվ այս մեկը տակտիկական կոշիկներ։ Ծնկակալները արդեն պարոն վարչապետ նախատեսված է լեկալով հարմարեցված։ Նախկինում այսպիսի ձևավորում չուներ, փակցվում էր կպչուն ժապավենով և տեղաշարժում էր, ներկայիս ապրանքատեսակում արդեն կիրառելի է հենց ծնկակալի մեջ միանգամից ծնկի։ Եվ արմատակալը նույնպես նախկինում ժապավենով փակվում էր, ներկայիս լեկալի դեպքում ամրանում է համազգեստի։ եւ այս պայն ամենապակ բանը ձմեռայինը ներկայացված չի, ուրիշ տարբերություն այսինքն իրականում գլխարկների քանի տեսակ ենք ունենալու 3 տեսակ կիրառվող եւ 4-րդը ձմեռային, որը որ ունենալու գլխարկ դիմակի տեսքով։ Կիրառելի է բազմաֆունկցիոնալ, համ որպես վսպատ է ծառայելու, համ որպես գլխարկ դիմակ, համ որպես ձմեռային գլխարկ ենթասառավարտի համար նախատեսված։ գլխարկներն այսինքն տարբերակներ են։